Բարև ձեզ, քանի որ ես չունեմ ինչ-որ մեկը, ում հետ կարողանամ կիսվել իմ սեփական մտքերով և ինչպես գիտենք տեխնոլոգիան փոխանակ մարդկանց մոտեցնի միմյանց ավելի հեռացնում է իրարից և ստիպված մտքերի փոխանակման համար մարդ պետք է տեսահոլովակներ ձայնագրի, որպեսզի ուրիշները տեսնեն և կոմունիկացիայի դուրս գան իր հետ։ Ինչևէ, այս կոմունիկացիայի մեջ ես շատ հետաքրքիր միտք ցանկանում եմ կիսվել երազի, երազանքի և իրականության մասին, որը իմ համար լիարժեք նոր է։ Եվ երբ մարդ 12 տարի մի տեսակետի է հետևում և 12 տարի անց այլ տեսակետ է ի հայտ գալիս և շատ զարմանք է առաջացնում և մարդ ցանկանում է դրանով կիսվել։ Ինչևէ, խոսքը գնում է այս գրքի մասին «Ինչպես կարդալ լական», հեղինակը Սլավոյ Žižekը, սլովենացի հոգեվերլուծաբան է, ժամանակակից, ողջ և առողջ, և նա գրում է Ժակ Լականի մասին, ինչպես կարդալ լական, որովհետև Ժակ Լականը ֆրանսիացի հոգեվերլուծաբան բավականին դժվար տերմինոլոգիա, բառապաշար ունի հասկանալու համար և նա փորձում է հեշտացնել մեր գործը։ Եվ այստեղ այս գրքում մի միտք է շատ հետաքրքիր, որը նոր միտք է և դրանով եմ ես ցանկանում կիսվել, որ անգլերեն ասում է In opposition between dream and reality, fantasy is on the side of reality։ Այսինքն, եթե մենք հակադրում ենք երազը և իրականությունը, երազանքը իրականության կողմից է։ Շատ տարօրինակ միտք, որովհետև ես հակառակը գիտեի, որ երազի և իրականության հակադրության մեջ երազանքը երազի կողմից է։ Ոչ, ասում է Սլավոյ Žižekը։ Եվ Սլավոյ Žižekը մեկնաբանում է լականի, իսկ լականը մեկնաբանում է Զիգմունդ Ֆրոյդին։ Իր հայտնի գիրքը «Երազների մեկնաբանությունը», այս մեկը ռուսերեն տարբերակով է, որտեղ Ֆրոյդը խոսում է առաջին անգամ այս հարցերի շուրջ և իզուր չի, որ այդ նմանությունը լեզվաբանական կա, երազ և երազանք, օրինակ ռուսերենում չկա, son и мечта, բայց անգլերենում շատ ավելի հստակ է day and daydreaming։ Daydreaming շատ գեղեցիկ բառ է անգլերենում, այսինքն օրվա մեջ երազ տեսնել, այդպես կլինի կոպիտ թարգմանությունը։ Եվ երազանքը, երազկոտությունը Զիգմունդ Ֆրոյդը մեկնաբանում է որպես նույն մեխանիզմը, ինչև երազն է։ Հիմա սա հասկանալու համար և նաև հասկանալու համար լականի քննադատությունը և Սլավոյ Žižekի կողմից լականի մեկնաբանությունը մենք պետք է ծանոթանանք բուն տեքստի հետ։